Մայրենի 4-րդ դասարան դաս 27 Մկրտիչ կորյուն, սեղի թուփն ու ընկուզենին։ Արևի շողով, անձրևի ցողով, երբ սեխը ծաղկեց և հյութով լցվեց, սկսեց ինքը իր գովքը երգել, իսկ ընկուզենում ծաղրել, ծանակել։ Բայց ընկուզենին համեստ ու խոնարհ ասում էր նրան շատ համբերատար, ով շատ դիմանա, թող նա պարծենա։ Աշունը անցավ, եկավ ցուրտ ձմեռ։ Սառույցով ծածկեց դաշտ, հովիտ ու լեռ, մեր սեղի թուփը սառեց, փայտացավ, իսկ ընկուզենին դարեր դիմացավ։ Ուղղագրական բառերն են ընկուզենի, խոնարհ, սառույց։ Ասացվածքներ. շատ պարծեցողը շուտ ցած կընկնի։ Նախ առուն թռիր, հետո քեզ գովիր։ Բառերի գանձատուփ. գրիր արև, շող, լեռ, բայց ու բառերի հոմանիշները։ Արև, արեգակ, շող, ճառագայթ, լեռ, սար, բայց, իսկ, ու, և։ Հարցերի պատասխաններն ընտրիր տրվածներից, հոգատար, ազնիվ, բարի, համեստ։ Համեստ. մեղմ է, մարդկանց լավն է ցանկանում։ Բարի. հոգ է տանում ուրիշներին, օգնում է նրանց, ուշադիր է։ Հոգատար. չի խաբում, խարդախություն չի անում, շիտակ է, ազնիվ։ Գովքը երգել բառակապակցության փոխարեն նույն արմատներով մեկ բառ ասա։ Այն ինչ է նշանակում։ Գովերգել. դարձյալ նույն բառն է, նույն իմաստն ունի, ինչ-որ մեկի գովասանքը անել։ Հարցերի և առաջադրանքների արգլիկ. Քո բառերով պատմիր առակի բովանդակությունը։ Մարդկանց բնութագրող ինչ բառեր կան առակի մեջ, դրանք որ հերոսին են վերաբերվում։ Մարդկանց վերաբերվող բառերն են համբերատար, համեստ, խոնարհ։ Դրանք վերաբերվում են ընկուզենուն։ Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում սեխը։ Սեխը խորհրդանշում է պարծենկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, գոռոզ, ամբարտավան, ծաղրող անձնավորության։ Որն է առակի հիմնական միտքը։ Որ պարծենկոտությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Բույսերի մասին ինչ առակ կամ հեքիաթ գիտես։ Պատմիր։ Ընկուզենու մասին հետաքրքրական տեղեկություններ հավաքիր և ներկայացրու ընկերներիդ։ Լեզվաբանի դասը։ Համեմատիր անցավ և անցնում է, անցնում ենք և չենք անցնում բայաձևերը։ Օժանդակ բայ, դրական և ժխտական ձևեր։ Բայերի տարբեր ձևերի կազմությանը մասնակցում են օժանդակ կամ օգնական բայերը։ Օժանդակ բայերը գործածվում են եզակի և հոգնակի թվով, ունեն ներկա և անցյալ ժամանակներ։ Լսում եմ, լսում ես, լսում է։ Լսում ենք, լսում եք, լսում են։ Լսում էի, լսում էիր, լսում էր, լսում էինք, լսում էիք, լսում էին։ Սրանք կոչվում են օժանդակ բայի դրական ձևեր։ Երբեմն հարկ է լինում ցույց տալ, որ գործողությունը չի կատարվել։ Չի կատարվում կամ չի կատարվելու։ Այդ դեպքում օժանդակ բայի սկզբից ավելացնում ենք չ մասնիկը։ Օրինակ, չեմ խոսում, չի խոսում, չէր նկարում։ Սրանք օժանդակ բայի ժխտական ձևերն են։ Ժխտականը կազմելիս օժանդակ բայի գրությունը չի փոխվում։ Չեմ, չես, չի կամ չէ, չենք, չեք, չեն, չէի, չէիր, չէր, չէինք, չէիք, չէին։ Միայն n է դառնում ի։ Հատկապես խաղում է, չի խաղում։ Կան դեպքեր, երբ n անփոփոխ է մնում, ինչպես հոգնած է, հոգնած չէ։ Լեոնարդո դա Վինչի։ Դեղցենին։ Այգում ընկուզենի կողքին աճել էր դեղցենին։ Սա նախանձով նայում էր շորայլորեն ընկույզ բռնած հարևանի ճյուղերին։ Ինչից է, որ նա այդքան պտղառատ է։ Իսկ ես ոչ, չէր դադարում դժգոհել անխոհեմ ծառը։ Միթե սա արդարություն է։ Թող ես էլ այդչափ դեղցեր ունենամ, ընկուզենուց ինչով եմ պակաս։ Ուրիշի ունեցածին աչք մի դիր, մի անգամ ասաց ծեր Սալորենին։ Ինչ է չես նկատում, թե ինչքան ամուր բուն ու ճկուն ճյուղեր ունի ընկուզենին։
Ավելի լավ կլինի, եթե մրթմրթալու և նախանձելու փոխարեն ջանաս համով հոտով դեղձեր հասցնել։ Բայց սև նախանձից կուրացած դեղձեն ինչ ուզեց ականջ դնել Սալորենու բարի խորհրդին և նրա վրա ոչ մի խոսք չազդեց։ Դեղձենին արմատներին խիստ հրաման տվեց ավելի խոր մխրճվել հողում և ավելի շատ կենարար հյութեր ու խոնավություն քաղել նրանցից։ Ճյուղերին հրահանգեց, որքան կարելի է խիտ պտղակալել, իսկ ծաղիկներին առանց բացառության պտուղների վերածվել։ Երբ փտտումն անցավ, ծառը ամբողջությամբ ծածկվեց հասունացող պտուղներով։ Դեղձերն օրեցօր հյութով էին լցվում և ավելի ծանրանում։ Աստիճանաբար ճյուղերը չէին կարողանում դիմանալ պտուղների ծանրությանը, ու մի օր էլ ծառը ծանրությունից սկսեց տնքալ։ Բունը ճռնչոցով ճաք տվեց, իսկ հասուն դեղձերը թափվեցին գետնին, որտեղ նեխեցին, կորան անվրդով ընկուզենու ստվերի տակ։ Ուղղագրական բառերն են. ճյուղ, մխրճել, փթթել, ասած, հարևանի հացը մեծ է երևում, բառերի գանձատուփ, ինչպիսին են լինում նախանձը, խորհուրդը, հրամանը, պատասխանիր ըստ հեքիաթի։ Նախանձը կարող է լինել անխոհեմ, խորհուրդը իմաստուն, իսկ հրամանը խիստ։ Գրիր անխոհեմ, աստիճանաբար և ամբողջովին բառերի հոմանիշները։ Անխոհեմ, տգետ, աստիճանաբար, կամաց, ամբողջովին, լիովին։ Յուրաքանչյուր բառակապակցության դիմաց գրիր համապատասխան բառը։ Պար գալ, պարել, ճաք տալ, ճաքել, հրաման տալ, հրամայել, միտք անել, մտածել, խոսք ասել, խոսել։ Դեմ դիմաց գրիր դարձվածքները և նրանց իմաստները։ Աչք դնել, հավանել, ձեռք բերելու մտադրություն ունենալ, ականջ դնել, լսել, աչքի ընկնել, ուշադրություն գրավել, նկատվել, երևալ, գլուխ պահել, աշխատանքի մեջ եռանդ չցուցաբերել, գլխի ընկնել, կռահել, հասկանալ։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Ըստ հեքիաթի շարունակիր դեպքերի նկարագրությունը։ Այգում ընկուզենու կողքին դեղձենի էր աճել։ Դեղձենին նախանձով էր լցված ընկուզենու նկատմամբ, որի ճյուղերին անթիվ ընկույզներ կային։ Համառոտ նկարագրիր հեքիաթի ծառերը։ Ընկուզենին իմաստուն էր, խոհեմ, խոնարհ։ Նա ուներ մեծ ճյուղեր, հաստ բուն, ուներ բազմաթիվ պտուղներ։ Իսկ դեղձենին դեռ երիտասարդ էր, չուներ հաստ բուն, ճյուղերը դեռ ամրացած չէին, պտուղները քիչ էին, բայց իր անխոհեմության պատճառով բազմաթիվ պտուղներ տվեց ու չկարողացավ դրանք պահել։ Ծառը մեջտեղից երկու կես եղավ։ Որն է հեքիաթի հիմնական միտքը։ Հեքիաթը սովորեցնում է ունեցածով գոհանալ և աչք չտնկել ուրիշի ունեցածի վրա։ Հեքիաթների զամբյուղ։ Որևէ հեքիաթ պատմիր նախանձ մարդու մասին։ Հեքիաթը վերապատմիր նոր հերոսներ ավելացնելով։ Իմաստունի խորհուրդները։ Բարեկամս, սովորիր գնահատել այն, ինչ ունես։ Շնորհակալ եղիր դրա համար։ Ոտքդ վերմակից չափով մեկնիր։ Հույսդ քո ուժերի վրա դիր։ Երբեք ուրիշի ունեցածին աչք մի դիր, մի նախանձիր։ Ուրիշին վատ բան մի կամեցիր, վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն։ Լեզվաբանի դասը։ Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի։ Մարդիկ իրենց մտքերը հաղորդում են նախադասությունների միջոցով։ Երբեմն նախադասություններով պատմում են այն, ինչ տեսել են, մտածել կամ զգացել։ Մի այգում ընկուզենու կողքին աճել էր դեղձենին։ Երբեմն հարցնում են այն, ինչ ուզում են իմանալ. ինչու է այս ծառը պտղառատ։ Երբեմն իրար խնդրում են կամ խորհուրդ տալիս որևէ բան անել կամ չանել։ Ուրիշի ունեցածին աչք մի դիր, կամ էլ բացականչությունների միջոցով արտահայտում են զգացած հիացմունքը, ուրախությունը, ցավը, զարմանքը, դեղձերն այնքան հյութեղ էին և այլն։ Դադարի պահ։
Ըստ գույների կարդա բառակապակցությունները. արծաթափայլ եղևնի, լացող ուռենի, սլացիկ բարդի, դարավոր կաղնի։